Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ, եւ վստահ եմ, որ այդ օրը գալու է եւ ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ։ Սիրելի բարեկամներ, Սա 14 թիվն է, 2014 թիվը։ Եթե ճիշտ եմ հիշում, իսկ ես ճիշտ եմ հիշում, որովհետև ես միշտ եմ ճիշտ հիշում, Սերժ Սարգսյանի խմբակցության անդամներից մեկը գիտեք ով էր, ՀՀԿ խմբակցության անդամներից մեկը, Կալուգացի օլիգարխի հարազատ եղբայրը Կարեն Կարապետյանը։ Բա այն վաղ տենց թղթերով պատառոտման ակցիաներ բան չարեցին Կալուգացի ընտանիքի։ Սերժ Սարգսյանի նկարը ինչի՞ չեք տպել ճղել մեջտեղից, հա՞, չեք կարող ձեր շեֆի նկարը ճղեիք, հա՞։ Ուժեղ տղերք։ Այդ ժամանակ երևի այդքան ուժեղ չէ։ Այս ինձ թվում է այս նույն տարիներն է, որ Սերժ Սարգսյանի դաչան եւ կաբինետը ռեմոնտ արեցին։ Կալուգացի օլիգարխներ չէ, այն ժամանակ ռեմոնտ արել Սերժ Սարգսյանի աշխատասենյակը։ Իդեպ ես եղել եմ շատ անճաշակ ռեմոնտ են արել։ Դե այլ բան սпасել չէր էլ կարելի, հատկապես այդ մարդկանց դեմքները նայելով։ Դե ինչ, սիրելի գործ։ Հիմա հասկացաք ինձ թվում է թե ով է ադրբեջանցի բերող է եղել Հայաստան, ովքեր են սուսուփուս կամակատարի պես գլուխները կախ լսել ու ծափ տվել Սերժին այդ ժամանակ։ Նիժնի Տապրից ընտրակաշառքով քվեարկության եկողը չի կռվելու այն պատերազմում, որը կլինի, եթե պատերազմի եռագլուխ կուսակցությունը գա իշխանության եւ անի այն, ինչ իրենք հայտարարում են, որ անելու են։ Ոչ, Նիժնի Տապրի այդ բնակիչը հետ է գնալու Նիժնի Տապր եւ պատերազմի ժամանակ հերվից հայրենասիրական կենացները խմելու եւ ստատուսները գրելու, մեզ բոլորիս կոչ անելով ավելի ուժեղ կռվել, ավելի շատ արմյակամ լինել, որպեսզի ինքը կարողանա Նիժնի Տապրի փողոցներով գլուխը բարձր եւ հպարտ քայլել։ Իսկ դուք եւ մենք բոլորս, սիրելի ժողովուրդ, այդ պատերազմում կռվելու ենք։ Մենք, մեր հայրերը, եղբայրները, որդիները, հորեղբայրները, հորեղբոր որդիները կռվելու ենք այդ պատերազմում։ Նիժնի Տապրի այդ ընտրակաշառքով ընտրող բնակիչը Նիժնի Տապրում ընտրության իրավունք չունի։ Նա չի կարող ընտրություն կատարել այնտեղ։ Եթե նա փորձի մի փոքրիկ բողոքի ձայն բարձրացնել, օրինակ Նիժնի Տապրի հարկայինի պետի տեղակալի աշխատանքից, դուբինկով այնքան կտան գլխուղեղի վնասված կստանա։ Բայց դուք, սիրելի ժողովուրդ, այդ ընտրության իրավունքը ունեք, մենք այդ ընտրության իրավունքը ունենք։ Հետևաբար հունիսի 7-ին իրացրեք այդ իրավունքը եւ պաշտպանեք այդ իրավունքը։ Պաշտպանեք ձեր ընտրելու իրավունքը, պաշտպանեք խաղաղությունը, տեր կանգնեք խաղաղությանը։ Ընտրակաշառք տվողների եւ վերցնողների միջև եւ Հայաստանի Հանրապետության միջև, ձեր պետության միջև, ընտրեք պետությունը, ընտրեք Հայաստանի Հանրապետությունը, ընտրեք խաղաղությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ընտրեք արդարությունը։